Քրեա օլիգարխակղերական պլան, թե ընդդիմադիրներին սանձելու փորձ, վարչապետի գրառումներին զուգահեռ բերման են ենթարկվում ընդդիմադիր ակտիվիստներ։ Բագրատ Սրբազանին մեղադրանք է առաջադրվել, նա հրաժարվել է ցուցմունք տալ։ Եկեղեցու դեմ է իշխանությունը, թե անհատների, խնդիրը դիվանագետների ու հոգևորականների դիտակետում է։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Հայաստանում հեղաշրջման փորձը կանխելու մասին Երևանի ներքին գործն է, Կրեմլի հայտարարությունը։ Ինչպես քոչվոր ադրբեջանական ցեղերը տիրացան պատմական Արցախ հայրենիքին, Հայաստանին ու Արցախին վերաբերող քննարկում հայաթափման թեմայով։ Առաջին դասարանցիներին գրանցելու գործընթացը դարձյալ անհարթ է ընթացել, համակարգը խափանվել է, գրանցումը խաթարվել, ծնողների բողոքը։ Թմրամիջոցների դեմ պայքարողները իրենք են այդ կախվածության մեջ հայտնվում, սկանդալային բացահայտումները իրավապահ համակարգում շարունակվում են։ Հայաստանում ավելի քան 52,000 քաղաքացի սպասում է իր ID քարտը ստանալու հերթին, դժգոհում են երկարացված ժամկետներից։ Գազայում հումանիտար ողբերգության շուտափույթ դադար, Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև պատերազմի խաղաղ կարգավորում, Թրամփ-Էրդողան երկխոսությունը։ Եթերում ժամի գլխավոր թողարկումն է, բարև ձեզ։ Քննչական կոմիտեն այսօր աղմկահարույց հայտարարություն տարածեց նշելով, որ սրբազան պայքար շարժման ղեկավարները եւ անդամները պլանավորել էին իրականացնել ահաբեկչական գործողություններ եւ երկրի իշխանությունը զավթելու փորձ։ Շարժման ղեկավարությունը սակայն պնդում է, որ իրավապահները շարունակաբար հետապնդում են իրենց աջակիցներին։ Նախքան քննչական կոմիտեն հայտարարություն կտարածեր, իրականացվել են խոզարկություններ մի շարք քաղաքացիների տներում, այդ թվում արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի կեցավայրում։ Նրան ձերբակալել են, իսկ Փաշինյանը գրեց, որ կանխվել է Հայաստանը ապակայունացնելու եւ իշխանությունը զավթելու իր ձևակերպմամբ քրեա օլիգարխակղերական պլան։ Ամեն ինչ սկսվեց նախօրեին, երբ Փաշինյանը Facebook-յան իր էջում տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Լույսը չբացված արդեն հայտնի դարձավ, որ զանգվածային խուզարկություններ են սկսվել։ Սրբազան շարժման տելեգրամյան ալիքում գրեցին խուզարկությունները շարժման աջակիցների, այդ թվում Բագրատ arczepiskopos Գալստանյանի տներում են։ Հետո Հույդա Հայաստանի գերագույն մարմինը հայտարարություն տարածեց, խուզարկություններ են նաև մարմնի որոշ ներկայացուցիչների բնակարաններում։ Այսօր արդեն քննչականը հերթական հեքիաթ լավաշն է հրապարակել, որը իշխանությունների, բռնաճնշումների, վախերի արտահայտությունն է։ Քննչական կոմիտեի հրապարակումը, որ մեջբերում է ընդդիմադիր падգամավորը, հաղորդում է սրբազան պայքարի կողմից ահաբեկչական եւ իշխանությունը զավթելուն ուղղված գործողությունների բացահայտման մասին։ Ըստ հաղորդագրության հանցավոր խմբի անդամները հստակ պլանավորել են, որ շարժման առջև դրված վերջնական նպատակը պետք է իրագործվի ոչ թե հանրահավաքի միջոցով, այլ մասնակիցների կողմից 24-ից 36 ժամվա ընթացքում։ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը զավթելու իրենց հանցավոր նպատակն իրագործելու նպատակով ՎԳ եւ հանցավոր խմբի մյուս անդամները պլանավորել են կատարել ահաբեկչություն։ Այն է քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու եւ այլ ծանր հետևանքներ առաջացնելու, վտանգով զուգորդված հրավտանգ ապրանքներ, մասնավորապես Երևան քաղաքում եւ հանրապետության այլ ճանապարհներին գտնվող թունելները գծապատելու, տրանսպորտային միջոցների հիմնական շարժն ապահովող խոշոր եւ բանուկ փողոցներում, պողոտաներում տասնյակ ավտոմեքենաների վթարների տձևացում, իսկ իրականում դրանց դիտավորյալ բախումներ կազմակերպելու, ինչպես նաև այլ, այդ թվում տրանսպորտային միջոցները վնասելով կամ դրանք այրելով կատվածահար անել ողջ հանրապետության տրանսպորտային շարժը։ Քննչականի այս ծավալուն հայտարարությունը տարածելով Փաշինյանը դարձյալ Facebook-ում գրեց մեջբերում. իրավապահները կանխեցին Հայաստանի Հանրապետությունը ապակայունացնելու եւ իշխանությունը բռնազավթելու քրեա օլիգարխիա-կղերական խոշոր ու եղկելի պլանը։ Իդեպ հաղորդագրությունը տարածելուց հետո քննչականը նաև ձայնագրություններ հրապարակեց, որում նախնական տվյալներով Բագրատ Սրբազանը քննարկում է փողոցային պայքարի կազմակերպման մանրամասները։ Երեկվա հրապարակված հեղաշրջման պլանն ու այսօրվա գործողությունները ուղիղ կապ ունեն։ Ընդդիմադիր падգամավոր Արթուր Սարգսյանի համոզմունքն է, որի տուննել են այսօր առավոտյան 8-ին խուզարկել, առգրավվել են փաստաթղթեր, երեխաների հեռախոսները։ Այս ինչ որ անում են, դրանով մեզ չեն կարող լրացնել։ Այս զարգացումներից հետո արդեն դիմակավորված ԱԱԾ աշխատակիցները բերման ենթարկեցին Բագրատ Սրբազանին։ Նրա տան մոտ իրավիճակը լարվեց։ Քեզ շատ քիչ ժամանակ է մնացել։ Դիմացի կգան։ Իրավապահ մարմինները ակնհայտորեն քաղաքական պատվեր կատարելով բռնաճնշումներ են սկսել մեր հայրենակիցների նկատմամբ, ովքեր սրբազան շարժման ակտիվ
մասնակիցներ են։ Ակնհայտորեն ոչ մի հիմք չկա, գոնե այն թուղթը ինչ որ ես եմ տեսել։ Մինչև ընդդիմադիրները կատարվածը բացառապես քաղաքական համատեքստում են մեկնաբանում, իշխանականները մեղադրանքի ալիք են գեներացնում սոցցանցերում, շարժման աջակից ընդդիմադիր գործիչների հասցեին ահաբեկչություն ձեռնարկելու համար։ Բոլոր քաղաքական գործիչները, կուսակցությունները, հրապարակված ձայնագրությունները լսելուց հետո, եթե չեն դատապարտելու, հստակ դիրքորոշում չեն հայտնելու կամ ավելի վատ, միանալու են սրբապիղծ շարժմանը, կրելու են Հայաստանի պետականություն թաղելու փորձերի ողջ քաղաքական պատասխանատվությունը։ Սա նախ եւ առաջ վերաբերում է խորհրդարանական ուժերին, ինչպես նաեւ արտախորհրդարանական ուժերին։ Ավելի ուշ Բագրատ arczepiskopos Գալստանյանին մեղադրանք առաջադրվեց ահաբեկչություն իշխանության յուրացում հոդվածներով։ Մեղադրանքը սակայն Սրբազանը չի ընդունում, ըստ նրա փաստաբանի կալանավորման միջնորդություն է ներկայացվել։ Տիգրան Գուրգինյան, ժամը լրատվական։ Քննչական կոմիտեն նաև լուսանկարներ է հրապարակել ըստ իրավապահների հանցավոր խմբի ղեկավարների և մասնակիցների բնակարաններում խուզարկությամբ հայտնաբերվել են հանցագործության համար նախատեսված մեծաքանակ առարկաներ, փաստաթղթեր, հրազեն և ռազմամթերք գործողությունների պլաններ, հավաքագրված անձանց ցուցակներ և այլն։ Բագրատ Սրբազանին ըստ փաստաբանի 12-ից 15 տարվա ազատազրկում է սպառնում։ Նրան առաջադրված մեղադրանքի հոդվածներից մեկը նախատեսում է 12, մյուսը 15 տարվա ազատազրկում։ Փաստաբանը լրագրողների հետ զրույցում նշել է նաև, որ կատարվածը հերթական քաղաքական հետապնդումն է։ Սերգեյ Հարությունյանը նաև անդրադարձել է քննչական կոմիտեի հրապարակած լուսանկարներին, որոնցում նաև զենք զինամթերք կա, ասել է, խուզարկության ընթացքում զենք զինամթերք չի հայտնաբերվել։ Սրբազանի տանը գտնվել են որևէ այդպիսի բան չի հայտնաբերվել, բայց մի հետաքրքիր տենց ծիծաղաշարժ նկար տեսա, այնտեղ զենքի նկար էր հրապարակած, կողքը զենքի թույլտվության վկայականը, այսինքն պարզ է, որ այդ զենքը ինչ որ մեկինն է, որ ես գիտեմ ավելի ճիշտ մանրամասները ումն է, բայց այս բանը չասեմ, գիտեմ, որ ինչ որ մեկինն է, որը օրինական այդ զենքի թույլտվությունը ունի, սակայն այդ ֆարսի համար պետք է այս պահին այդ անաչառ դիտորդի մոտ ազդեցություն գործելու համար տարածել այս նկարը։ ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացրել տասնյակ բնակարաններում, այդ թվում Սյունիքի նախկին մարզպետ, նախկին պատգամավոր Վահե Հակոբյանի տանը։ Խուզարկել են նաև Արցախի ազգային ժողովի նախագահ Հաշոտ Դանելյանի բնակարանը։ Ձերբակալվել են ՀՅԴ Հայաստանի գործադիր մարմնի անդամ Իգոր Սարգսյանը և Սրբազան պայքարի այլ ակտիվ մասնակիցներ։ Քննիչի որոշմամբ ձերբակալվել է 14 անձ, ավելի քան 90 խուզարկություն է իրականացվել։ Հայաստանի ներքին քաղաքական զարգացումներին են անդրադարձել Մոսկվայից։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Հայաստանում հեղաշրջման փորձը կանխելու մասին Երևանի ներքին գործն է, հայտարարել է Կրեմլի խոսնակը։ Պեսկովը նաև հավելել է, Մոսկվան շահագրգռված է, որ Երևանում պահպանվի օրինականություն և Հայաստանը լինի բարգավաճող երկիր բարեկամական Ռուսաստանի հետ։ Պաշտոնական Մոսկվան նաև ակնկալում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրում տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման համար, ասել է Դմիտրի Պեսկովը։ Հայ առաքելական եկեղեցին դիմադրողականության առանցքային հենասյուն է հայոց պետականության համար։ Շեշտադրումները նախկին դիվանագետներն են արել Հայ առաքելական եկեղեցի, պետականաշինություն և արտաքին քաղաքականություն համաժողովի շրջանակներում։ Հատկապես ընդգծել, որ հազարամյակների ընթացքում եկեղեցին ազգային դիմադրողական ձևավորման առաջատարն է եղել, նաև չձուլման քաղաքականության կարևոր բաղադրիչը։ Ըստ մասնագետների, մեր օրերում իշխանության կողմից բարձրաստիճան հոգևորականների թիրախավորումը ուղիղ հարված է հենց հայ առաքելական եկեղեցուն։ Սա ոչ թե ինչ-որ մեկ անձի տվյալ պահի քմահաճույք է, որը փորձ է արվում այդպես ներկայացվել, դրա հանրային տրամադրությունների մեջ ինչ-որ նման տպավորություն ստեղծել և ոչ էլ անձնավորված խնդիրներով մոտեցումներ է, այլ ունի հստակ նպատակ ազգի ինքնության ոչնչացման ուղղված և նրա դիմադրողականության ջախջախմանը ուղղված։ Սա ուղղակի ուղղված է հենց բուն կառույցին, բուն ինստիտուտին, հայ ինքնության հետ ուղղակիորեն կապված կամ հայ ինքնության երաշխավոր հանդիսացող կառույցին։ Այդ ամեն ինչը թույլատնելու, դիմադրողականությունը իջեցնելու եւ ընդհանրապես այնպես անելու, որ հասարակությունը այս խորը անտարբերության մեջ շատ ավելի անտարբեր դառնա, հաղորդակից չլինի, չխորանա, չմտածի, թե ինչ սպառնալիքների ու վտանգների առջև է կանգնած Հայաստանի Հանրապետությունը։
Ադրբեջանը շարունակ խեղաթյուրում է պատմական փաստերը, փորձելով վերաշարադրել անցյալը, հարմարեցնելով սեփական շահերին։ Հայոց արևելից կողմեր գարդման պատմություն եւ իրականություն խորագրով խորհրդաժողովի շրջանակներում հայ փորձագետները քննարկել են, թե ինչպես մեր երկրի շրջապատող քոչվոր ցեղերը տիրացան մեր պապենական հողերին։ Կարևոր հարցադրում կար, ինչպես կանխել կորցնելու տենդենսն ու տեր կանգնել մեր ժառանգությանը։ Արցախահայության բռնի տեղահանման հետևանքներն ու դրանց իրավական, քաղաքական ու հումանիտար կողմերը քննարկման առանցքում են եղել։ Մասնակիցները վերահաստատել են սա պարզապես տեղահանում չէր, այլ կանխամտածված ու համակարգված գործողություն ուղղված հայության պատմական ներկայության վերացմանը Արցախում։ Հայաստանին ու Արցախ հայրենիքին վերաբերող քննարկումը սկսվեց Հայաստանի եւ Արցախի օրներգով հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի տերունական աղոթքով։ Փրկյազմեզի չարեն զիքոյ արքայություն եւ զորություն եւ արքավիտյան սամեն Արցախցիների բռնի տեղահանումը եւ ադրբեջանցիների կողմից հայկական բնորանում հայկական մշակույթի ոչնչացման ամբողջ process-ը ապացույց է, որ քոչվոր ցեղերը նպատակ են դրել հիմնովին վերացնել հայկականը պատմական Արցախ հայրենիքում։ Արցախի թեմի առաջնորդի ձևակերպմամբ հայ ժողովուրդը արարող, ստեղծող ու հեռատես ազգ է եւ առաջին հերթին պետք է որ ավելի հեռուն տեսներ։ Չունենք հեռատես ու ապագային ուղղված ռազմավարական մտածելակերպ, որով պիտի ապահովեր մեր ստեղծած արժեքների եւ մեր հայրենիքի պահպանությունը։ Սրան հակառակ մեր շուրջը հայտնված քոչվոր ցեղերը իրենց նպատակային ու հեռու գնացող ծրագրերի միջոցով աստիճանաբար կարողացան տիրանալ մեր պապենական հողերին։ Քննարկմանը մասնակիցները պատմական անարդարությունների մասին փաստերով են խոսում, բերում հայ հոգևոր մշակութային կարևոր կենտրոններից մեկի գարդման պատմական հայրենիքի օրինակը։ Ադրբեջանական քոչվոր հերոսակախմբերը այստեղ էլ ոչնչացրին այն ամենն, ինչ հայկական էր։ Գարդմանը ոչ միայն ռազմավարական ու քաղաքական դերակատարություն է ունեցել, այլև ծնունդ է տվել այնպիսի մշակութային դեպքերի, ինչպիսիք է Մխիթար Գոշը, վանական վարդապետը, Կիրակոս Գանձակեցին եւ այլոք։ Քննարկման մասնակիցներից մեկը հարց է ուղղում պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսորներին, Արցախի ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահին։ Ուսումնասիրվել են կան տեղեկություններ ադրբեջանցիների էության վերաբերյալ, որպեսզի կարողանանք աշխարհին էլ ներկայացնել ադրբեջանական կեղծիքն ու սուտը, որը շատ հաճախ այդ երկրի պաշտոնական բարձր կալիբրի ներկայացուցիչները առաջ են տանում որպես քաղաքականություն։ Պատմության ինստիտուտի կազմում ստեղծված է առանձին այդպես պրոբլեմայի խումբ է ստեղծված Արցախի պատմության հիմնահարցերի ուսումնասիրության։ Ընդհանրապես ոչ միայն Արցախի, այլև հայոց արևելքի, այսինքն Գուրգեն Արաքսյանների միջագետքի պատմություն ուսումնասիրելու համար եւ ուրախությամբ պիտի նշեմ, որ արդեն երկու գիրք է պատրաստված, մեկը երկաթորյակ կլինի, մեկը առանձին գիրք կլինի։ Գիտությունների ազգային ակադեմիայի անդամները, պատմաբանները կարմիր լույս են վառում ամբիոնից զեկուցողների համար։ Զգուշավոր լինել իրենց արտահայտություններում, Արցախ հայրենիքի հետ կապված ձևակերպումներում առավել եւս։ Կարծում եմ, այդ հյուսային Արցախ անվանումը այնքան էլ ճիշտ չէ օգտագործել Գարդմանի համար, որովհետև Գարդման ուտիքը գիտենք, որ առանձին նահանգ է, 12-րդ նահանգն է, Արցախը 10-րդ նահանգն է։ Էլ ինչպես կարող ենք օգտագործել հյուսային Արցախի։ Գարդմանը կապ չունի Արցախի։ Բայց միևնույն է, տեսնում ես, մեկը էլի հյուսային Արցախ է օգտագործում։ Չէ, կապ չունի։ Այդպեսով մենք կորցնում ենք Գարդման ուտիկ անվանումը։ Չէ, կապ չունի, Արցախի հետ կապ չունի։ Ավստրիայից ժամանած հայուհին եւս առաջարկ խնդրանք ուներ հայ պատմաբաններին, բնիկ արցախցիներին, ավելի մեծացնել Արցախի պատմությանը վերաբերող գրականությունը, պատմությունը հատկապես օտարալեզու գրականության մեջ, որպեսզի դրսում սովորող հայ ուսանողները տեխնացուական դիսերտացիա ներկայացնելիս կարողանան ջախջախիչ ապացույցներ, փաստեր ներկայացնել պատմական կորսված հայրենիքի մասին։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Բաքվի զինվորական դատարանում կայացել է Արցախի նախկին պետնախարար բարերար Ռուբեն Վարդանյանի գործով հերթական շինծ ու դատական նիստը դատավարության ընթացքում նախկին պետնախարարն ու նրա փաստաբան Աբրահամ Բերմանը հերթական անգամ դատավորներին բացառք հայտնելու միջնորդություն են ներկայացրել նրանց կողմնակալության պատճառով։ Սակայն այս անգամ էլ միջնորդությունն անտեսվել է, հաջորդ նիստը նշանակված է հուլիսի 1-ին։ Մյուս թեմաները քիչ անց։
Բնամիջոցների դեմ պայքարողները իրենք են այդ կախվածության մեջ հայտնվում, սկանդալային բացահայտումները իրավապահ համակարգում շարունակվում են։ Հայաստանում ավելի քան 52,000 քաղաքացի սպասում է իր ID քարտը ստանալու հերթին, դժգոհում են երկարացված ժամկետներից։ Գազայում հումանիտար ողբերգության շուտափույթ դադար, Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև պատերազմի խաղաղ կարգավորում, Թրամփ-Էրդողան երկխոսությունը։ Շարունակենք թողարկումը։ Մինչև միջազգային թեմաներին վերադառնալը անդրադառնանք օրվա թոփ թեմային։ Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմինն է րոպեներ առաջ հայտարարություն տարածել, նշելով, թե Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր աջակցությունն է հայտնում քաղաքական դրդապատճառներով հետապնդվող մեր հայրենակիցներին եւ դատապարտում է իրավապահ համակարգի օգտագործումը քաղաքական ընդդիմախոսների լռեցման նպատակով։ Ավելի վաղ հայտարարություն էր տարածել նաեւ Ազգային ժողովի Հայաստան խմբակցությունը, որում ասվում է. գործող իշխանությունը հատել է օրենքի եւ բարոյականության բոլոր սահմանները։ Նման պայմաններում հայ ժողովրդի բոլոր արժանապատիվ զավակների պարտն է միավորել եւ կանխել հայոց պետականության գլխավոր սպառնալիքի Հայաստանի գործող իշխանության հետագա գործողությունները։ Միջազգային լրահոսից ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության ներքո գտնվող միջուկային ծրագրից Իրանը հրաժարվելու մտադրություն չունի։ Իրանի արտգործնախարարն է հայտարարել այս մասին, նշելով, որ դեռ վաղ է դատողություններ անել Իրանի եւ ՄԱԳԱՏԷ-ի միջև հարաբերությունների մասին, Արաղչին նաեւ հավելել է. ճիշտ է, ՄԱԳԱՏԷ-ի զեկույցները օգտակար են, բայց մենք նաեւ մտահոգություններ ունենք, որ դրանք կարող են քաղաքական դրդապատճառներով պայմանավորված լինել։ Մեզ անհրաժեշտ է վերանայել, թե ինչպես ենք պաշտպանում մեր միջուկային օբյեկտները, ասել է նա։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը կարծում է, որ Միացյալ Նահանգների հարվածների հետևանքով Իրանի միջուկային օբյեկտները լրջորեն վնասվել են։ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին Fox News-ի եթերում է այս մասին հայտարարել։ Գրոսին միաժամանակ նկատել է, որ Իրանին սահմանակից երկրներում ռադիոակտիվ աղտոտվածություն չի հայտնաբերվել։ Մենք տեսնում ենք վնասի նշանակալի աստիճան 3 օբյեկտներում, Նաթանզն առաջինն էր, որը ենթարկվեց հարվածի, նրա մեջ շատ լուրջ վնաս հասցվեց ցենտրիֆուգների շատ կարևոր սրահներից մեկին, որտեղ իրականացվում էր ուրանի հարստացումը, երկրորդը Սպահանն էր, իսկ հա Ֆորդոյի իրանական օբյեկտը ավելի լավ էր ամրացված, մենք տեսել ենք լուրջ վնաս, որը հասցվել է խոր ներթափանցող զինամթերքով, եզրակացությունն այն է, որ վնասը պետք է շատ զգալի լինի։ Թեհրանն արդեն արձագանքել ու մեղադրել է կազմակերպությանը եւ նրա ղեկավար Գրոսիին իրենց պարտավորությունները չկատարելու եւ ՄԱԳԱՏԷ-ն քաղաքական գործիքի վերածելու համար։ Այս առիթով Իրանի խորհրդարանը հաստատել է Թեհրանի եւ ատոմային էներգիայի միջազգային գործակալության համագործակցությունը կասեցնելու մասին օրինագիծը։ Այժմ գործակալության աշխատակիցները չեն կարողանա պարբերաբար այցելել երկիր միջուկային օբյեկտները ստուգելու համար, այլ միայն այն դեպքերում, երբ խոսքը դրանց անվտանգության ապահովման մասին է եւ միայն Իրանի անվտանգության խորհրդի համաձայնությամբ։ Հազարավոր մարդիկ են դուրս եկել Թեհրանի եւ Իրանի այլ քաղաքների փողոցներ նշելու Իսրայելի եւ Միացյալ Նահանգների հետ պատերազմում հաղթանակը։ Միջոցառումների կադրերը տարածվել են իրանական լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում։ Ավելի վաղ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարել էր Իսրայելի նկատմամբ Իսլամական Հանրապետության հաղթանակի մասին։ Այնտեղ նշվել էր, որ Իսրայելը զղջացել է հարձակման համար, ընդունել է պարտությունը եւ միակողմանիորեն դադարեցրել է ագրեսիան։ Իրանի ուղղությամբ Իսրայելի ագրեսիայի հետևանքով զոհվածները 627-ն են, վիրավորները 4870-ը հայտարարել է Իրանի առողջապահության նախարարությունը ամփոփելով թվերը։ Ավելի վաղ նշվում էր 400 զոհի եւ 3000-ից ավելի վիրավորների մասին։ Իսրայելն իր հերթին հայտարարել էր, որ Իրանի հասցրած հարվածների հետևանքով 20 զոհ ունեն, 1200-ից ավելի վիրավոր։
Դոնալդ Թրամփի մերձավոր արևելքի հարցերով բանագնաց Սթիվ Ուիթքոֆը ԱՄՆ-ի եւ Իրանի միջև բանակցությունները խոստումնալից է որակել ու հույս հայտնել, որ Վաշինգտոնին կհաջողվի Իրանի հետ երկարաժամկետ խաղաղության պայմանագիր կնքել։ Ժամանակն է իրանցիների հետ նստել բանակցությունների եւ հասնել համապարփակ խաղաղության համաձայնագրի, հայտարարել է բանագնացը։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանն էլ իր հերթին Սաուդյան Արաբիայի գահաժառանգի հետ զրույցում հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է կարգավորել տարաձայնությունները Միացյալ Նահանգների հետ։ Հաագայում ընթացող Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը, քննարկել են Թուրքիայի եւ Միացյալ Նահանգների հարաբերություններին եւ տարածաշրջանին վերաբերող գլոբալ հարցեր։ Էրդողանը ողջունել է Իսրայելի եւ Իրանի միջև հաստատված հրադադարը, որը ձեռք է բերվել Միացյալ Նահանգների նախագահի ջանքերի շնորհիվ եւ մաղթել է, որ այն մշտական լինի։ Նա ընդգծել է սերտ երկխոսության կարեւորությունը Գազայում հումանիտար ողբերգության շուտապույտ դադարեցման եւ Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև պատերազմի խաղաղ կարգավորման համար։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եւ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Հագայում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են հրադադարի եւ կայուն խաղաղության հասնելու քայլեր։ Այս մասին Զելենսկին հայտարարել է իր Տելեգրամի ալիքում։ Երկար եւ իմաստալից հանդիպում ունեցա նախագահ Թրամփի հետ, քննարկեցինք բոլոր իսկապես կարեւոր հարցերը։ Շնորհակալություն պարոն նախագահին, շնորհակալություն Միացյալ Նահանգներին։ Մենք խոսեցինք մեր ժողովրդին պաշտպանելու մասին։ Գնահատում ենք խաղաղությանը հասնելու նպաստելու պատրաստակամությունը։ Մանրամասներն ավելի ուշ գրել է Ուկրաինայի նախագահը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ բացատրել է, թե ինչու չի կարողացել 24 ժամվա ընթացքում վերջ դնել Ուկրաինայի պատերազմին։ Նա խոստովանել է, որ իրավիճակը շատ ավելի բարդ է, քան սկզբում պատկերացնում էր։ Քաղաքական գործիչն այս մասին ասել է Ուկրաինայում պատերազմն ավելի բարդ է, քան մյուս պատերազմները։ Նա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է շատ բարդ մարդ։ Սպիտակ տան ղեկավարը նաև խոստովանել է, որ որոշակի խնդիրներ է ունեցել Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Բացի այդ, քաղաքական գործիչը ընդգծել է, որ 24 ժամվա ընթացքում պատերազմին վերջ դնելու իր խոստումը սարկազմ է եւ չպետք է բառացիորեն ընդունվի։ Ռուսական բանակի կորուստները Ուկրաինայում գերազանցել են 1 միլիոնը։ Այս տվյալները հրապարակել է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան Հագայում հրավիրված գագաթնաժողովին։ Նա նշել է, որ ըստ դաշինքի գնահատականի տնտեսական տեսանկյունից Ռուսաստանը կկարողանա պատերազմել առնվազն մինչև 2027 թվականը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Հագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ Կիևին վստահեցրել է շարունակական աջակցության մասին։ Այս տարի դաշնակիցներն արդեն խոստացել են Կիևին մոտ 35 միլիարդ եվրոյի անվտանգության օգնություն տրամադրել։ Վերադառնանք մեզ մոտ։ Վաղար շաբաթ համայնքի ընդդիմադիր խմբակցությունների ավականու անդամների նախաձեռնությամբ արտահերթ նիստ էր հրավիրվել համայնքի ղեկավար ընտրելու օրակարգով։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ավականու անդամները բոյկոտել եւ չեն ներկայացել նիստին։ Նրանք բոյկոտել էին նաեւ օրեր առաջ հունիսի 12-ին նույն օրակարգով հրավիրված արտահերթ նիստը, իսկ ավելի վաղ հունիսի 9-ին վաղար շաբաթ համայնքի ավականու արտահերթ նիստի ժամանակ հայտարարվել էր, որ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը վաղաժամկետ դադարեցրել է իր լիազորությունները։ Հունիսի 20-ին արդեն կառավարությունը որոշում ընդունեց Արմավիրի մարզի վաղարշաբաթ եւ Խոյ համայնքները միավորելու եւ արտահերթ ընտրություններ նշանակելու մասին։ Հայաստանում ավելի քան 52,000 քաղաքացի սպասում է իր ID քարտը ստանալու հերթին։ Մասնագետի խոսքով պետական ծառայությունները դժվարանում են սպասարկել այս քանակի դիմումներ տեխնիկական եւ կազմակերպչական պատճառներով։ Քաղաքացիները դժգոհում են երկարացված ժամկետներից, մինչդեռ պետությունն արդեն մշակել է հնարավոր լուծումների փաթեթ։ 52160 քաղաքացի այս պահին նույնականացման նույն ID քարտ ստանալու իր հերթին է սպասում։ Մեծ մասը 40645-ը Երևանում։ Տվյալները ներքին գործերի նախարարությունից են փոխանցում։ Ընդհանուր առմամբ մինչև այս պահը, այսինքն տարվա առաջին կիսամյակում 131104 քաղաքացի է դիմել նույնականացման քարտ ստանալու համար։ Պատասխանատու կառույցը տպագրել է 120066-ը։ Ստացվում է, որ կես տարվա ցուցանիշն արդեն գրեթե հավասարվում է նախորդ 2024 թվականի
ամբողջ տարվա տվյալին։ Այդ տարում ճիշտ 161,000 ID են ստացել քաղաքացիները, ինչն էլ իր հերթին 2.5 անգամ գերազանցում էր նախորդող 2023-ի ցուցանիշը։ Անձնակցի ժամկետը լրանում է, ուզում է դիմի անձնակցի, ասում են 2 ամսից նոր կգաս։ Այսինքն փաստացի թողում են Հայաստանի Հանրապետության քաղաքացին անձնակից չունեն, իհարկե նորմալ։ Հակառակ կողմից միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունից տեղեկանում ենք, թե ուսումնասիրել են բազմաթիվ օնլայն դիմումներ ու հայտնաբերել, որ օրինակ վավեր նույնականացման քարտ ունեցող քաղաքացիները եւս նույնականացման քարտ ստանալու դիմումատուների շարքում են, ել չասած, որ տպագրվածներ էլ կան տարիներով մնում են անձնագրայիններում։ Այնուամենայնիվ փորձագետի կարծիքով հատկապես այս տարի, երբ հայտարարագրման համակարգը պետք է գործարկվեր, իսկ օրինակ այդ համակարգ մուտք գործելու համար չկա այլ ընտրանք, առնվազն հնարավոր էր ենթադրել, որ նույնականացման քարտերի ստացման պահանջարկը մեծանալու է, ու երբ աչքիդ առաջ ամիսներով չկառավարվող հերթերի փորձ կա, չգործելը հենց այս վիճակին է բերում, կրկնում է 52160 քաղաքացի սպասում է։ Սա հերթական անգամ գալիս է փաստելու, որ գործադիրում ոչ միայն շատ դեպքերում միտումնավոր չեն անում դրական քայլեր, այլ որոշ դեպքերում պարզապես մասնագիտական կարողությունները տարական տրամաբանությունը չի բավականացնում։ Անձնագրայիններում հերթերը կթոթափվեն, ներքին գործերի նախարարն է վստահեցնում, 2 նոր տպագրական սարքերի լազերային համակարգ են գնել, գործընթացը կարագացնեն։ Եթե այսօրվա կտրվածքով նայենք, օրական շուրջ 1000 նույնականացման քարտի սպասարկում կարող ենք ունենալ, բայց այս թիվը արդեն իսկ ենթակա է լինելու կրկնապատկման։ Նույնականացման ID քարտ ստանալու համար հիշենք նաև նոր կարգավորմամբ անհրաժեշտ է մուտք գործել migration.e.gov.am կայք, ընտրել ազատ օրն ու ժամը, մոտենալ սպասարկման։ Սա պարտադիր է Երևանի համար, իսկ մարզերում կենթանի հերթել կա։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Իրավապահ համակարգում հնչող սկանդալային բացահայտումները շարունակում են մտահոգել հասարակությանը։ Պարզվել են դեպքեր, երբ ծառայողական քննության արդյունքում ոստիկանության մի շարք աշխատակիցներ թմրամիջոցներ են օգտագործել։ Փորձագետների խոսքով այս բացահայտումները լուրջ հարցականի տակ են դնում համակարգի վստահելիությունն ու իրավապահների արժանապատվության խնդիրը։ Ոստիկանները, որոնք կոչված են պայքարելու թմրամիջոցների դեմ, իրենք են դառնում այդ կախվածության զոհը։ Հայաստանում թմրանյութերի օգտագործման խնդիրը չի շրջանցել նաև ուժային համակարգը։ Վերջին 5 տարիներին տասնյակ ոստիկաններ ազատվել են ծառայությունից հենց թմրամիջոցների օգտագործման պատճառով։ 2020-ից մինչև 2025 ծառայությունից ազատվել է առնվազն 53 ոստիկան։ Թմրամիջոց օգտագործելու ապօրինի շրջանառության կամ փորձաքննությունից հրաժարվելու հիմնավորմամբ միայն 2024-ին ըստ մամուլի ոստիկանության 18 ծառայող է ազատվել աշխատանքից։ Թմրամիջոցները, այսպես ասած, համաճարակը տարածվել է փաստորեն նաև ուժային կառույցներում, որը իհարկե բնական էր, որովհետև ուժային կառույցներում աշխատող մարդիկ նույնպես երբեմն կարող են գործածել թմրամիջոցներ։ Անմասն չմնալ էր ընդհանուր տենդենսից, այսպես ասած, որը իհարկե շատ ցավալի է։ Փորձագետների խոսքով ոլորտում արկա խնդրի պատճառներից մեկն այն է, որ համակարգում նարկոլոգիական թեստավորումը ոչ պարբերաբար է եղել։ Միայն տարիներ առաջ են որոշ ծորաբաժանումների ոստիկաններին ստուգել։ Նկատում են, թեև այժմ որոշակի վերահսկողություն իրականացվում է ծառայության անցնելուց կամ ատեստավորումից առաջ, սակայն դա բավարար չէ։ Ոստիկանությունում ծառայության անցնելիս տվյալ անձը անցնում է համապատասխան բժշկական ստուգումներ, ինչի ընթացքում ստուգվում է նաև նրա հաշվառված լինելու փաստը նարկոլոգիական կենտրոնում կամ հոգեբուժարանում։ Բացի այդ, ատեստացիայի ընթացքում ծառայողները հանձնում են համապատասխան թեստեր։ Թմրանյութերի օգտագործումը ըստ վիճակագրության ամենաշատը արձանագրվել է կրտսեր խմբի ծառայողների շրջանում։ 32 ազատում կրտսեր տեսուչների, ոստիկանների եւ ավագ ոստիկանների շարքից։ Այստեղ չակերտավոր առաջատար են նաեւ բարեկային ծառայությունն ու ոստիկանության զորքերը։ Հատկապես ուժային կառույցներում, իրավապահ մարմիններում աշխատակիցների կողմից թմրամիջոցների գործածումը ուղղակի անթույլատրելի է, բայց մենք միշտ նշել ենք, շեշտել ենք, որ թմրամիջոցների դեմ պայքարի լավագույն միջոցը հիմնավոր գիտելիքների տրամադրումն է ազգաբնակչությանը։ Տարվա առաջին 5 ամսվա ընթացքում ներքին գործերի նախարարության ոստիկանության 8 ծառայող է ազատվել աշխատանքից թմրանյութեր օգտագործելու համար։ Սա ըստ մասնագետների ոլորտում արկա վերահսկողության բացի մասին է խոսում։ Թմրամիջոց գործածող ոստիկանը չի կարող թմրամիջոցների դեմ էֆեկտիվորեն պայքարել, դա միանշանակ է։ Վերջերս շաբաթներ առաջ հաստատվեց թմրամիջոցների դեմ պայքարի
2025-2027 թվականների ազգային ռազմավարությունը, որոնք վերաբերելի են նաև իրավապահ մարմիններին եւ իրավապահ մարմինների շրջանում թմրամիջոցների գործածման կանխարգելման միջոցառումներին։ Թմրամիջոցների դեմ պայքարի այս ծրագրի հետ մասնագետները հույսեր են կապում։ Այն օրերս գործադիրը հաստատեց, ասում են գուցե վերահսկողության մեխանիզմները նպաստեն խնդրի լուծմանը եւ ամփոփում են հասարակությունը պետք է վստահ լինի, որ օրենքապահողն ինքը օրինապահ է։ Ասմիկ Անտոնյան, ժամը լատվական։ Օրվա մյուս կարևոր թեմաները քիչ անց։ Առաջին դասարանցիներին գրանցելու գործընթացը դարձյալ անհարթ է ընթացել։ Համակարգը խափանվել է, գրանցումը խաթարվել, ծնողների բողոքը։ Մեդիաաշխարհ մեզ հետ է անտիցիկլոնի արևոտ ուժը, ավելին հաջորդ հիվ։ Շարունակենք թողարկումը։ Նոր ուսումնական տարվան ընթառաջ ծնողները անհամբերությամբ փորձել են գրանցել իրենց երեխաներին առաջին դասարան, սակայն գործընթացը բոլորի համար հարթ չի ընթացել։ Կրթության նախարարության էլեկտրոնային հարթակը կրկին խնդիրներ է առաջացրել, կայքը չի բացվել, բեռնվել է դանդաղ կամ ընդհանրապես խափանվել է գրանցման ամենակարևոր պահին։ Տասնյակ ծնողներ սոցիալական ցանցերում կիսվում են իրենց հիասթափությամբ, նշելով, որ կրթական համակարգը չպետք է սկսվի նման խոչընդոտներով։ Կրթական ոլորտի վերլուծաբանների մտահոգությունները Սվետլանա Ավդիշյանի ռեպորտաժում։ Չեն կարողանում երեխաներին հայտագրել ծնողները պետական դպրոցներում։ Երեք առավոտից համակարգը խափանվել է ու չի դիմացել ծանրաբեռնվածությանը։ Միաժամանակ հազարավոր ծնողներ են փորձել հայտեմիս.am կայքով գրանցել առաջին դասարանցիներին իրենց նախընտրած լավագույն կամ պարզապես ամենամոտ դպրոցներում։ Զայրանում դժգոհում են մայրերը։ Համակարգի խափանման պատճառով պահանջված դպրոցների տեղերը արագ լրացել են, գրանցումը չեն հասցրել։ Իրավիճակին համարժեք ուշադրություն եւ լուծում են խնդրում։ Անթեթ ռեֆրեշ եմ անում, հնետես ինչեր ա գրում։ Պատկերացնում ես, հեսա կբացի ու տեղերը լրիվ փակ։ Ուղիղ 4-5 րոպե այդպես խափանված մնաց համակարգը, ընդհանրապես հնարավոր չէ որևէ գործողություն կատարել։ Բացվելուց հետո անմիջապես նշվեց, որ տվյալ դպրոցում, որ ես նախընտրում եմ, բոլոր տեղերը փակված են, լրացված են։ Այսինքն, եթե մի ծնող իր հարազատների օգնությամբ, ընկերների օգնությամբ մոտ 10 հոգի կարողանում է նույն բալիկյանը լրացնել եւ 10 հոգուց մեկն է ստացվում, եթե ես նստել եմ համակարգչի դեմ մենակ կամ երկուսով, ենթադրենք, մեզ մոտ չի ստացվում։ Դպրոցի ընտրությամբ չի խախտվում երեխայի կրթության իրավունքը։ Ծնողը կարող է երեխային համայնքի մեկ այլ դպրոց ուղարկել։ Վստահեցնում է կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրենը, պնդում. կայքը անխափան աշխատել ու աշխատում է, այս պահին որևէ խնդիր չկա։ Առաջին 3 րոպեի ընթացքում եղել է ծանրաբեռնվածություն, բայց խափանում չի եղել կայքի։ Ծանրաբեռնվածությունը բոլոր մասնակիցների համար է եւ այդտեղ որևէ բան անել հնարավոր չէ։ Այսինքն եթե նույնիսկ ծանրաբեռնվածություն չլիներ, մեկը կհասցներ ծնողներից, մյուսը չէր հասցնի։ Կրթության իրավունքի հետ կապված որևէ խնդիր որպես այդպեսին չկա։ Այ եթե այդ դպրոցում կոնկրետ չի հասել, մեկ այլ մոտակայքի դպրոցում կարող է հայտարարել։ Համակարգը իսկապես որոշակի անհարմարություններ ստեղծում է ծնողների համար, ասում է ոլորտի փորձագետը, նկատում. այս խնդիրը չի լուծվի այնքան ժամանակ, քանի դեռ մեր երկրում դպրոցները համաչափ զարգացած չեն։ Շատ երկրներում մարդիկ ուղղակի իրենց երեխային ուղարկում են իրենց բակի դպրոցը, որովհետև դպրոցների միջև տարբերությունները շատ մեծ չեն եւ պետությունը քիչ թե շատ նույն մակարդակի կրթություն բոլոր պետական դպրոցներում ապահովում է։ Սրա արդյունքում իհարկե շատ ծնողների համար ստեղծում են անհարմարություններ, օրինակ այսօր մի ծնող ինձ ասում էր, որ ստիպված է երեխային ուղարկել մի դպրոց, որը կիսափուլ վիճակում է։ Համակարգը ինձ հուշեց, ընտրեց իմ փոխարեն այն դպրոցը, որտեղ ազատ տեղ կա։ Ստացեց ոչ թե ես եմ ընտրում, այլ համակարգն է իմ փոխարեն առաջարկել այն դպրոցը, որտեղ ազատ տեղ կա համայնքում։ Խաչատրյանը կրթական գերատեսչությանը հորդորում է մոնիթորինգ անցկացնել ու աջակցել առավել քիչ պահանջարկ ունեցող դպրոցներին։ Նախարարությունը պետք է նայի, որ դպրոցներն են, որ հեշտությամբ հավաքում են աշակերտներ եւ փորձի են մյուս դպրոցներին աջակցել ինչ որ ձևերով, որպեսզի հավասարակշռություն առաջացնի։ Տեսեք, մենք ունենք դեպք, որ նույն կոմպակտ թաղամասում կա երկու դպրոց, մեկը կատարյալ վերանորոգված է, մյուսը շենքային վատ պայմաններում է։ Հիմա պարզ է, որ ստեղ մենք այս երկու դպրոցներին դնում ենք անհավասար վիճակում։ Մինչև հանրապետությունում բոլոր դպրոցները չապահովեն համարժեք պայմաններ ու որակյալ կրթություն, ծնողների պայքարը երեխային լավ դպրոցում տեղավորելու համար շարունակվելու է։ Մասնագետը վստահ է, խնդրի լուծումը ոչ միայն տեխնիկական համակարգի կատարելագործումն է, այլ նաև կրթական համակարգի միջավայրային եւ բովանդակային հավասարակշռումը։
Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Աղբերանը եւ շրջակա տարածքները բարի բուն իմաստով ենթարկվել են մորեխների զանգվածային գրոհին, համացանցում հրապարակված տեսանյութերը տպավորիչ են։ Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում արձականի վարչական ղեկավարը նշել է, որ տարածքի բնակիչներից ահազանգ են ստացել կիրակի օրը։ Նա հայտնել է, որ համայնքապետարանը այդ մասին տեղեկացրել է մարզպետարանին, արդեն երկուշաբթի գրությունով տեղյակ են պահել բոլորին։ Ըստ Մարգարյանի, առաջիկա ժամերի ընթացքում էկոնոմիկայի նախարարությունից կուղարկեն համապատասխան դեղամիջոցը մորեխների դեմ պայքար իրականացնելու համար։ Արձականի վարչական ղեկավարը նաև տեղեկացրել ու պարզաբանել է, որ իրավիճակը այս պահին միայն արձականի հանգստյան հատվածում է։ Տարածաշրջանի լարվածության հետ կապված մինչև հունիսի 30-ը չեղարկվել են Աբու Դաբի Երևան չվերթները եւ այսօրվանից սկսած օտարերկրացիները կարող են մուտք գործել Ռուսաստան միայն RU ID հավելվածում նախապես գրանցվելու դեպքում։ Այս եւ այլ կարևոր թեմաները մեկտեղել է իմ գործընկեր Էդուարդ Պողոսյանը։ Ամերիկայի ավիատեխնիկայի կողմից Իրանի միջուկային օբյեկտների թիրախավորումը ճառագայթման ազդեցություն հարևան երկրներում չի առաջացրել։ ՄԱԳԱՏԵ-ն ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն է հաստատել։ Կառույցի ղեկավար Ռաֆայել Գրոսին շեշտել է, որ ոչ բնակչությունը, ոչ էլ միջավայրը չեն տուժել։ Հարվածների թիրախ չեն դարձել Իրանի հետազոտական եւ էներգետիկ ռեակտորները, ինչը միջուկային անվտանգության տեսանկյունից կարևոր հանգամանք է։ Ռաֆայել Գրոսին նաև հայտարարել է, որ Իսրայելի եւ Ամերիկայի հարվածներից հետո Իրանը լուրջ հետընթաց է ունեցել իր միջուկային ծրագրում։ Հունիսի 30-ից Ռուսաստանի Դաշնություն հնարավոր կլինի մուտք գործել միայն RU ID հավելվածում գրանցվելուց հետո։ Գրանցումը պետք է իրականացվի մուտքից առնվազն 72 ժամ առաջ, բացառությամբ սուր անհրաժեշտության դեպքերի։ Այդ պարագայում հնարավոր է 4 ժամ առաջ գրանցվել։ Նոր կարգը պարտադիր է առանց վիզայի մուտք գործող բոլոր օտարերկրացիների համար, բացառությամբ Բելարուսի քաղաքացիների, դիվանագետների եւ 6 տարեկանից փոքր երեխաների։ Տարածաշրջանում լարված իրավիճակի պատճառով մինչև հունիսի 30-ը Վիզեյերը չեղարկել է Աբու Դաբի Երևան չվերթները։ Ընկերությունը ուղևորներին խնդրում է հետևել հաղորդագրություններին, ինչպես նաև պարբերաբար ստուգել էլեկտրոնային փոստերը։ Մյուս բոլոր հարցերով պետք է դիմել Միացյալ Էմիրություններում Հայաստանի դեսպանություն։ Քուչա-Կապարան ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել Կամազ մակնիշի բեռնատարի թափքում, որտեղ մոտ 30 մեղվի փեթակ է եղել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպի Վանաձոր ընթանալիս վարորդը նկատել է կրակը, ինչից հետո թափքը բարձրացրել է, որպեսզի մեղվի փեթակները թափվեն, բռնկումը մեքենա չհասնի։ Մինչև փրկարար ծառայության ժամանումը քաղաքացիները փորձել են մարել կրակը, ամբողջությամբ արդեն հրշեջների օգնությամբ է հաջողվել։ Քրեական դատավարության օրենսգրքի 194-րդ հոդվածը դատախազի կողմից նյութերը դատարան հանձնելու վերաբերյալ է եւ այստեղ կիրառվում է անհապաղ եզրույթը։ Քաղաքացին դիմել էր սահմանադրական դատարան բողոքելով, որ անհապաղ ասվածը պարզ չէ, հստակություն չկա եւ օրենքով սահմանված այդ ժամկետում դատախազի կողմից նյութերը դատարան չհանձնելը խախտում է անմեղության կանխավարկածը։ Սահմանադրական դատարանը մերժել է դիմումի եւ գործի քննությունը։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Իսկ այժմ մեզ է միանում մեր գործընկեր Լիլի Հովերը։ Բարի երեկո, եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը, իր հուսալի անվտանգ գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ, Մետեո աշխարհ, նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում հինգշաբթին կանցնի արևոտ երկնքով, առանց ստեղումների, ջերմաստիճանը կբարձրանա ևս 4-նիշ։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց ձորի լեռնային գոտիներում կդիտվի 24-ից 28 աստիճան։ Վայոց ձորի եւ Արագածոտնի նախալեռներում կանխատեսվել է 30-ից 34, Լոռիում 24-ից 27, Տավուշում 28-ից 31 աստիճան, Արարատում Արմավիրում կդիտվի 30-ից 34, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է 28-ից 32, Սյունիքի նախալեռներում 20-ից 24 աստիճան, Երևանում օրը կանցնի առանց ստեղումների, արևոտ երկնքով, այս գիշեր սպասվում է 14-ից 16, ցերեկը 30-ից 33, երեկոյան 24-ից 27 աստիճան։ Այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Ցտեսություն։